Մեր ձենը քո համար է։ Էրեբունցի Մարատն ու իր ընտանիքը արդեն որոշել են հունիսի 7-ին իրենց ձայնը տալու են համար 7-ին։ 44-օրյա պատերազմի մասնակից է Մարատի որդին։ Միասին են եկել Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզարշավին անձամբ շնորհակալություն հայտնելու ԲՀԿ առաջնորդին։ Իմ տղես ծառայում էր Ասքերանում։ Այո։ Քաղաքապետարանում ձեր ուղարկած ավտոբուսներով ու բարեգործությունով իմ կինս փոքր տղայիս հետ շատ լավ գնացել են, հասել են Ասկերան, այս տղեն այդ ժամանակ զինվոր էր, ուրախ, զվարթ, ուտելով, խմելով, նվերներով, այս զինվորի համար։ Արկուպատիվ կեզ, ես ինձ ոչի բան պետք չի, դու գործ ես արեք, գործ։ Շատ գործեր է անելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, եթե հունիսի 7-ին իր թիմի համար կանաչ լույս վառվի դեպի իշխանություն, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Երաշխավորված խաղաղություն, անվտանգ հայրենիք, Բարգավաճ երկիր է խոստանում Ծառուկյանը էրեբունցիներին։ Որ այս անգամ ծրագիրը կազմել են, ոչ թե կաբինետում նստած, այլ ժողովրդի հետ շփվելով, լսելով, իմանալով, այսօր մեր ժողովրդի դարդու ցավը, խնդիրն ու պրոբլեմը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը խոստանում է, եթե իրենք իշխանություն դառնան, մինչև 3 միլիոն դրամ սպառողական վարկերը զրոյացնելու են, որ ժողովուրդը ճահիճից դուրս գա։ Այսօր ժողովուրդը վարկերի տակ են, բարկերի տակ են, ու այս տարիների ընթացքում տուգանքներ են կուտակվել, դա լավ ուրիշ չի։ Եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, 2-3 տարի կորոնավիրուս է եղել, պատերազմ է եղել, ժողովուրդը ապրել են, սնվել են, գոյատևել են, մինչև 3 միլիոն դրամ պետությունը ներում աշտորում իր ժողովրդին, այս վիճակից դուրս գալու համար։ Ժողովրդի հոգսերը թեթևանալու են, ասում է Գագիկ Ծառուկյանը, խոստանում է առողջապահության համակարգից անվճար են օգտվելու, ուսանողներն էլ կրթության համար փող չեն տալու։ Ուսումը լինի անվճար, առողջապահությունը պետք է լինի անվճար, դա առաջնայինն է։ Մայրաքաղաքում շատ փոփոխություններ է անելու Բարգավաճ Հայաստանը, որ երևանցու դեմքին ժպիտ հայտնվի, ասում է Ծառուկյանը։ Հանրային համերաշխություն հասարակությանը մաս-մասանելու, պառակտելու փոխարեն ԲՀԿ-ի ցանկությունն է։ Ես ոչ պաշտոն եմ ուզում, ոչ ճանաչում ես ուզում, ոչ էլ անձնական հարց ունեմ։ Կարևորը իմ ժողովուրդը պետք է դեմքներին ժպիտ լինի։ Իրենց պատկերացրած Բարգավաճ Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հարկ չի տալու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բարձրացված գույքահարկի հարցերն էլ է լուծելու։ 60-70% բնակչության փոքր ու միջին բիզնեսով ազբաղում, նրանցից հարկայինը մոտ պետք է չտա, մինչև 60-ից 80 միլիոն, նրանց պետք է ոչ ստուգեն, ոչ հարկ տան, երբ խոշորանա թող հարկը տան։ Նոր ենթակառուցվածքներ, եկեղեցիներ է նախատեսում կառուցել Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ-ի ընտրվելու դեպքում չլուծվող հարց Հայաստանում չի տեսնում 22 տարեկան կուսակցության առաջնորդը։ Ուրեմն հենց իմ մտքով նորացնում ես Ռուբեն Վարդյանը իմ ընկերոջ մասին, որ ինքը ծրագիր ուներ Երևանում մի քանի տեղ ճոպանուղիներ բացելու, որ մեկ Էրեբունու, մեկը Կասկադում, մեկը Նորքում, եւ ես հույսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջ հնարավորություն դի որ այդ ծրագիրը ինքը կյանքի կոչի։ Աննա Գյուրնազարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։ Հույսով եմ ասու կամոք